իրավիճակի լիցքաթափում պահանջում է, որպեսզի հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ զինված հարձակումը կազմակերպված անձիկ ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ կայացնեն որոշում հանձնվելու մասին, ինչը թույլ կտա նաեւ հետագա գործընթացները օրենքի եւ սահմանադրության շրջանակում Ես կարող եմ այդ հարցին այս պահին պատասխանել ընդամենը այն գործողություններով, որոնք որ նկարագրվում են, քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված առնվազն պատանդ վերցնել արտահայտությունը, ինչը կարծեք թե որևէ կողմ չի հերքում, այս շրջանակում, ինչ վերաբերում է այլ ընկալումներին, ես վստահ եմ ու համոզված եմ, որ դա առաջիկայում քննարկվելու եւ առավել են մանրամասն։ Այս պահին ձեր ընկալումներով Ձեր ընկալումներով այս պահին իրավապահների գործողությունների Այնքանով որքանով ես հետևել եմ այդ գործողություններում, ոստիկանության գործողություններում համենայն դեպս ինչքանով որ ինձ է այս պահին հասանել եւ ես հետևել եմ դրան, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվել է։ Եթե մանրամասը քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից, այդ թվում նաև այն մարմինների մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, ես համոզված եմ, որ կարող են լինել առանձին դրվագներ, դեպքեր, երբ որ կա ոչ իրավաչափ վարկագիծ կամ ոչ համաչափ դրսևորում, բայց նաև ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք էլ պետք է հասարակության մեջ հանդուրժողականությունը քարոզեք։ Երբ առանձին դրվագներում տեսնում եք, որ ակնհայտ սադրիչներ կային, որոնք որ հրահրում էին բախումներ, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են Իսկ դες այդ քննարկում են ուրեմն իշխանությունները Սերժ Սարգսյանը Այս պահի դրությամբ ոստիկանությունը որպես իրավապահ համակարգի հիմնական պատասխանատու եւ ազգային անվտանգության ծառայություն իրականացնում են իրենց սահմանադրական լիազորությունները։ Քաղաքական ղեկավարություն մենք ունենք ու լռություն է։ Ինչ է նշանակում լռություն։ Լռություն իշխանության կողմից Սերժ Սարգսյանը չի խոսում։ Շատ լավ, հիմա այդ հարցը ինձ է տալիս։ Դուք կոալիցիա եք կազմել իշխանության։ Ես որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, իդեմս ոստիկանության եւ ազգային անվտանգության, թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չի ստեղծել, ավելին ես համոզված եմ, որ այն տղաները, ովքեր որ ունեն մի մասը, որոնց ես եմ ճանաչում եւ Ղարաբաղի ազատագրական պայքարում, Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն եւ հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություն։ Իսկ ինչի հետևանք եք սա համարում, պարոն Նույնասյան, երկրում ստեղծված ինչի հետևանք։ Մարդիկ ասում են, որ այլևս տեղ չկա համբերելու, դրա համար արդեն զինված ապստամբության են դիմում։ Գիտեք, ամեն ինչ կարելի է մանրամասը վերլուծել, ամեն ինչ կարելի է խորությամբ ուսումնասիրել եւ այլն, բայց ինձ համար ակնհայտ է մի բան, որ անհանդուրժողականությունը ցավոք մեր հասարակությունում դարձել է արդեն այն աստիճան, որ անգամ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով։ Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, եթե անգամ մտածենք, ապա ակնհայտ է, չէ, որ դա ձև չէ։ Ես նաև տեսնում եմ առանձին հասարակական գործիչների նաև հայտարարություններ, փորձ են անում այս դեպքերը զուգորդել օրինակ, ազգային ազատագրական պայքարում 20-րդ դարի առաջին կեսի գործընթացները, որոնք ոչ միայն բացարձակ տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, այլ նաև սա մեր ազգային արժանապատվության հարված է, նման համեմատություններ տալ։ Ես դրա համար խնդրում եմ նաև ձեզ, կոչ եմ անում նաև ձեզ, որովհետև անհանդուրժողականությունը լիցքաթափելու գործում դուք մեծ անելիք ունեք։